ով որ ասում է թող իրանք գնան, հետո մենք կգանք ասենք, դա այդ ասողը քաղաքական ջեպկիր է։ Որտեվ ինքը ուզում է ժողովրդից իշխանությունը խլի, ոնց որ ջեպկիր է, գրպանահատ է, ինքը ուղղակի ուզում է իշխանությունը խլի։ Ինքը չի ասում ինչ է անելու այդ իշխանության հետ, եթե ժողովուրդն իրան այդ իշխանությունը պատվիրակի։ Ինքը ասում է դու ինձ տուր, հետո ես կասեմ, չէ, տենց չի լինում։ Դու սկզբից ասա ինչի համար ես ուզում, ինչ ալտերնատիվ ես առաջարկում, հետո նոր գնա ժողովրդից խնդրի։ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում այդ շրջանակները չունեն որևէ ալտերնատիվ զարգացման պլան։ Իրենց պլանը հերթական անգամ Հայաստանը հետ շպրտելն է անցյալի փոսի մեջ, որից որ մենք հիմա դուրս ենք գալիս։ Դե իրենք իրենց ձևերն ունեն, դպրոցականներին պայուսակներ են բաժանում ընտրություններից առաջ։ Դա Հայաստանի ժողովրդին, ես որ ասում եմ հետ շպրտել փոսի մեջ, ես նկատի ունեմ հենց նաև այդ փոսը, երբ որ մարդկանց հասցնում էին աղքատության շեմին, որ մարդիկ մշտապես ունենան իրենց կարիքը եւ հետո իրենք ասենք ինչ որ տենց մի մանրադրամի պես ինչ որ մի բան էին տալիս։ Կարիք չկա, որպեսզի դա անարգանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Մենք պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ապահովենք խաղաղություն եւ աշխատանք եւ իրենք իրենց երեխաների համար կգնեն պայուսակ եւ կգնեն ամեն անհրաժեշտը։